ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը X-ի էջում ամփոփել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս։ Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագիրն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Վենսի պատմական այցը հզոր հիմք դրեց տարածաշրջանային կայունության եւ համատեղ տնտեսական աճի համար, շեշտել է Հելբերգը։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի հասնելու կարևորության մասին։ Հակառակ դեպքում շատ ցավոտ, տրավմատիկ բաներ կլինեն, իսկ ես նման բան չեմ ցանկանում։ Նրանք դեռ վաղուց պետք է գործարք կնքած լինեին, դա չեղավ, եւ մենք հարվածեցինք, շարունակել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել արդար եւ արդյունավետ համաձայնությունների։ Սպիտակ տանը լրագրողների հարցին արդյոք գործարքի ժամանակացույց կա, Թրամփը պատասխանել է, որ հաջորդ ամիս հնարավոր է ինչ-որ բան լինի։ Նրանք պետք է շատ արագ համաձայնության կան, շեշտել է նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին Ատլանտիկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահի հնարավոր ընտրությանը զուգահեռ տարածքների հարցով հանրաքվե անցկացնելուն, սակայն նրա խոսքով քվեարկության դրված խաղաղության գործարքը պետք է համապատասխանի Ուկրաինայի շահերին։ Նա շեշտել է, ավելի լավ է խաղաղության պայմանագիր չկնքել, քան վատ գործարք կնքել։ Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, ասել է Ուկրաինայի նախագահը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ հարկավոր չէ շտապել։ Նրա խոսքով Կիևը պատրաստ է կրակի դադարեցման միայն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների համաձայնեցումից հետո։ Զելենսկին գնահատելով մարտի դաշտում իրավիճակը վստահեցրել է, որ Ուկրաինան չի պարտվում։ Նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, տեղեկացրել, որ Մոսկվան դեռևս չի հաստատել հաջորդ հնարավոր հանդիպմանն իր թիմի մասնակցությունը։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-Վենեսուելա հարաբերությունները, նրա խոսքով անցյալում դրանք արտասովոր են եղել, սակայն հիմա Սպիտակ տունն արդյունավետ գործակցություն է վարում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Դելսի Ռոդրիգեսի եւ նրա թիմի հետ։ Նավթը սկսում է հոսել եւ դրանից ստացված մեծ գումարները շուտով կնպաստեն Վենեսուելայի ժողովրդի բարգավաճմանը, Truth Social-ի էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարն էլ հայտարարել է, որ Վենեսուելայում փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի ընտրություններ անցկացնել։ Քրիս Ռայթը շեշտել է, Վաշինգտոնը չի պատրաստվում խառնվել այդ գործընթացին, որոշում կայացնողը պետք է լինեն վենեսուելացիները։ Նա հավելել է, որ էներգետիկ ոլորտում գործակցության շրջանակում Վենեսուելայի կառավարությունը կմարի ԱՄՆ նավթային կորպորացիաների պարտքերը, նրանց ենթակառուցվածքներ եւ արտադրության լիցենզիաներ տրամադրելով։ Վաշինգտոնը Սլովակիայի եւ Հունգարիայի հետ կքննարկի այդ երկրներ ռուսական էներգակիրների մատակարարումը դադարեցնելու հարցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հայտնի է, որ Մարկո Ռուբիոն փետրվարի երկրորդ կեսին պատրաստվում է այցելել Բուդապեշտ եւ Բրատիսլավա։ Լրագրողների հետ զրույցում Ռուբիոն չի մանրամասնել կոնկրետ ինչ հարցերի են անդրադառնալու։ Նա միայն բարձր է գնահատել փաստը, որ Սլովակիան եւ Հունգարիան վճռականորեն կանգնած են Միացյալ Նահանգների կողքին եւ ակտիվորեն գործակցում են Վաշինգտոնի հետ։ Հունգարիան եւ Սլովակիան շարունակում են զգալի ծավալներով ռուսական էներգակիրներ գնել, չնայած Եվրամիության պատժամիջոցներին։ Վերջերս Եմեն հաստատել է Ռուսաստանից ինչպես խողովակաշարային, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, սակայն Բուդապեշտը եւ Բրատիսլավան դեմ են այս որոշմանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։